մեր բանաստեղծի ծննդյան 100-ամյակը եւ ցանկանում են, որ գրադարանի անվանակոչումը թող նոր խթան հանդիսանա մեր գյուղի ընթերցասերների համար, որ սկսեն էլ ավելի շատ գրքեր կարդալ, էլ ավելի տարվեն գիտությամբ, մի խոսքով թող խթանիչ դեր խաղա մեր գյուղի զարգացման համար։ Բոլորիդ նույնպես նորից շնորհավորում եմ, ինչ ասեմ, թող Հռամ Հովսեփյանի նման մեծատառով մարդիկ այդ գրադարանի կրթելու շնորհիվ շատանան մեր բնակավայրում։ Բոլորին շնորհավորում։ Մեր արդեն վերանորոգված եւ լուսավոր գրադարանից, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին, վարչական ղեկավարին եւ բոլոր մասնակիցներին։ Այսօր մենք նշում ենք սիրված գրող մեր համագյուղացի Հռամ Հովսեփյանի 100-ամյակը, ինչպես նաև գրադարանի անվանակոչումը հենց նրա անունով։ Այժմ երեխաները կասեն նրա կյանքից մի քանի ուշագրավ տեղեկություններ եւ կարտասանեն նրա ստեղծագործություններից մի քանիսը։ Հռամ Միքայել Հովսեփյանը ծնվել է 1925 թվականին Թարինի շրջանի Ներքին Խալի գյուղում։ 1941-ից 1945 թվականներին մասնակցել է հայրենական մեծ պատերազմին։ Դրանից 10 տարի անց 1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Նախշում շորում տեսան, փաղը պարում քնկուր, կանաչ ջորում տեսան, ես քեզ ապաթիկ եմ, ահեղ ծաղկի ծոցում տեսան, մեկ էլ ինչու հանկած, ահեղ բոցում տեսան։ Մեր կակավիկ գրունտն ասաց, վերիք դարձս էդ քո բարին, էդ քո ճշտորդ եշմի տակտաց, էդ քո բարոց կատուսարի, արի ես։ Մեր բանաստեղծի ծննդյան 100-ամյակը եւ ցանկանում են, որ գրադարանի անվանակոչումը թող նոր խթան հանդիսանա մեր գյուղի ընթերցասերների համար, որ սկսեն էլ ավելի շատ գրքեր կարդալ, էլ ավելի տարվեն գիտությամբ, մի խոսքով թող խթանիչ դեր խաղա մեր գյուղի զարգացման համար։ Բոլորիդ նույնպես նորից շնորհավորում եմ, ինչ ասեմ, թող Հռամ Հովսեփյանի նման մեծատառով մարդիկ այդ գրադարանի կրթելու շնորհիվ շատանան մեր բնակավայրում։ Բոլորին շնորհավորում։ Մեր արդեն վերանորոգված եւ լուսավոր գրադարանից, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին, վարչական ղեկավարին եւ բոլոր մասնակիցներին։ Այսօր մենք նշում ենք սիրված գրող մեր համագյուղացի Հռամ Հովսեփյանի 100-ամյակը, ինչպես նաև գրադարանի անվանակոչումը հենց նրա